Սիրելի երևանցիներ, մենք գտնվում ենք Տոր Քանգեղի արձանի հարակից այգում, որտեղ որ ինտենսիվ կերպով իրականացվում են կանաչապատման եւ ընդհանուր այգու վերակենդանացման աշխատանքները։ Մոտ 1.5 տարի առաջ մենք սկսեցինք այգու հատվածում գտնվող ինքնակամ շինությունների մաքրման աշխատանքները, քանդեցինք բոլոր այդ կառույցները եւ հիմա տնկել ենք այսօր մոտ 650 ծառեր, որոնք որ ծառայելու են այս այգում, ծառայելու են ձեզ, այս այգում ունենալու ենք խաղահրապարակ, ունենալու ենք ֆուտբոլի դաշտ, ունենալու ենք workout, հեծանվուղի եւ իրականում սա դառնում է նաեւ նոր Նորքի ամենահետաքրքիր այգիներից մեկը։ Շատ ուրախ եմ, որ Նոր Նորքում նման բարեկարգման ծրագրեր են իրականացնում։ Նման զարգացած եւ ժամանակակից ստանդարտներին համապատասխան այգիներ ունենանք, էլ ավելի կնպաստի Երևանի գեղեցկացմանը։ Մեր դպրոցի հետևը դաշտ սարքից։ Ձեր դպրոցի հետևը։ Մենակ է չէ, մեր ֆիզկուլ դահլիճն է վերանորոգի։ Հա, ներսում։ Կցույց տաք մեզ։ Այո։ Եկեք դահլիճի հարցը լուծենք, մնացած մարզասարքերի հարցն էլ կքննարկենք։ Շատ լավ։ Երեխեք ապրեք, всё։ Լինելու է։ Օ, բրավո։ Գտնվում ենք Նուբարաշեն վարչական շրջանում 175 դպրոցում, այստեղ իրականացնում ենք մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները։ Այն եղել է նախընտրական խոստում քաղաքապետի կողմից եւ շին բարեկարգման վարչությունը այն հիմա իրականացնում է։ Կատարվում են արտաքին հարդարման աշխատանքներ, նոր լուսավորության համակարգ է տեղադրվելու ավելի արդիական, որը ավելի հարմար կլինի։ Ամբողջությամբ փոխարինում ենք պատուհանները, հատակը նոր մարզասարքերով է համալրվելու։ Իհարկե նաև ներառված են երեխաների հանդերձարանները, լինելու են ամբողջովին նոր եւ հարմարավետ։ Երեխաների ոգևորությունը այնքան մեծ է, որ նույնիսկ ցանկություն են հայտնում մասնակիցը լինելու նորոգման աշխատանքներին նաև։ Ուզում են մեկը օր շուտ ավարտում վիճակում ստանան իրենց մարզադահլիճը։ Նոր գույքով հագեցած միջավայրը կնպաստի ուսումնառության առավել բարենպաստ կազմակերպմանը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի երեխաների սերը սպորտի նկատմամբ կրկնապատկվի եւ լինեն հարմարավետ պայմաններ։ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների եւ Երևան նախագիծ ընկերության հետ աշխատում ենք ձեռք ձեռքի տված։ Փարիզի տարածաշրջանային մեր ինստիտուտը տեխնիկապես աջակցում է Երևանի եւ Իլ-դե-Ֆրանսի համագործակցությանը, որոնք ընդգրկում են 3 հիմնական ոլորտներ՝ քաղաքաշինություն, տրանսպորտային համակարգ եւ թափոնների մշակում։ Այս առիթով երկուստեք կազմակերպվում են վերապատրաստման ծրագրեր։ Կարծում եմ այս ծրագրերը, որոնք մեր համատեղ ջանքերի արդյունքն են, միտված են Երևանի ապագային եւ ծառայելու են ի նպաստ երևանցիների։ Երևանյան մեր գործընկերներն արդեն եղել են Ֆրանսիայում, ծանոթացել քաղաքային զարգացմանը միտված մեր մոտեցումներին։ Կարծում եմ, սրանք լավ հիմք են հետագա անելիքներն արդյունավետ իրագործելու համար։ Իլ-դե-Ֆրանսի գործընկերների հետ աշխատում ենք մի քանի ուղղություններով, ակտիվ փուլում ենք GIS համակարգի վերապատրաստումների մասով, որը ես կարծում եմ քաղաքի կառավարման եւ հետագա զարգացման համար ամենակարևորագույն գործիքներից մեկն է։
Այս մասով Երևան նախագիծը ներկայումս գտնվում է նախնական վերապատրաստման փուլում GIS-ի հետ կապված, առաջիկա ամիսներին նաև կմտնենք արդեն երկրորդային ավելի բարդ հերթական փուլը վերապատրաստման, որը ես կարծում եմ նախկինում մեր կողմից հաստատված գլխավոր հատակագծի դրա վերանայման եւ շարունակական զարգացման կարևորագույն քայլերից մեկն է։ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջոցով ստեղծում ենք այն թվային միջավայրը, որի վրա կառուցվում է Երևան քաղաքի խելացի եւ արդյունավետ կառավարման համակարգը։ Մասնակցել եմ Սիրո նամակ Երևանի մրցույթին։ Գրել եմ իմ երազանքի մասին, որ երբ որ ես մեծանամ եւ դառնամ տիեզերագնաց, թռչելու եմ դեպի արև եւ ասեմ արևին, որ ամենաշատը Երևանին լուսավորի։ Ես իմ շարժության մեջ պատմել եմ, որ Երևանը հեքիաթային է տարվա բոլոր եղանակներին։ Երևանի նորակառույցները ասում են, որ Երևանը շարունակում է աճել եւ գեղեցկանալ, իսկ հին շենքերը հիշեցնում են մեր նախնիներին եւ ասում, որ Երևանը եղել է եւ կա։ Երևան, ես քեզ շատ եմ սիրում։ Մասնակցել եմ Երևանի Երևան համադպրոցական մրցույթին եւ ներկայացրել մեր Երևանը տեսաֆիլմում։ Մեր ֆիլմը պատմում է քաղաքի մասին, որը ապրում է ոչ թե քարտեզի վրա, այլ մարդկանց մեջ։ Նկարահանեցինք մեկ օրում, շրջելով Երևանի տարբեր տեսարժան վայրերով։ Տեսահոլովակի միջոցով փորձեցի ներկայացնել Երևանն իմ աչքերով եւ հենց այդ տեսահոլովակում ես արտահայտեցի իմ սերը Երևանի նկատմամբ։ Ես մասնակցեցի Երևանը իմ աչքերով մրցույթի։ Ես շատ եմ սիրում իմ Երևանը եւ ես որոշել եմ նկարել գիշերային հրապարակը։ Նկարում պատկերված է Երևանի Աբովյան փողոցի դուռը, որը ինձ համար շատ տպավորիչ է եղել։ Սա իմ նկարն է։ Աղջիկը դեմքը խորհրդանշում է Երևանը որպես կենդանի էություն, որը ունի հոգի, զգացմունք եւ գեղեցկություն։ Կարևորելով հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, Երևանի քաղաքապետարանի կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ի նախաձեռնությամբ այսուհետ մայրաքաղաքի տարբեր հատվածներում մենք կարող ենք տեսնել պաստառներ, որոնք մեզ կհուշեն կենդանիների պատվաստումների կարևորության մասին։ Սիրելի կենդանատերեր, պատվաստումները մեր չորքոտանի բարեկամներին դարձնում են ավելի առողջ եւ անվտանգ, ուստի խնդրում եւ հորդորում ենք պատվաստեք ձեր ընտանի կենդանիներին, իսկ Երևանի քաղաքապետարանը կշարունակի պատվաստել թափառող կենդանիներին։
Հեկատային աննման Ու իմ սերն ես, վարարևն ես Իմ իրասկան Երևան Նորը տանցնում եք այդար Կապույտ երկնքում Ասել են պայծար Հուշը սեղմած քո կրծքին Բերքերը քոհին Դարձնում ես անցյալ Իմ երազանք իրական Հեկատային աննման Դու իմ սերն ես, վարարևն ես Իմ իրասկան Երևան Իմ երազանք իրական Հեկատային աննման Դու իմ սերն ես, վարարևն ես Իմ իրասկան Երևան Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։